Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր 16-րդ էպիզոդն է, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Մեր այսօրվա հյուրն է Էդգար Խաչատրյանը, դաշնակահար, դասախոս, գործիքավորող։ Ողջույն Էդգար ջան։ Ողջույն Էդգար ջան։ Բարևձեզ։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ։ Լավ, այսօր որոշել ենք մի քանի հետաքրքիր թեմաներից խոսենք, նո մեր կարծիքով հետաքրքիր, որից մեկը հենց cover band-երի մասին է լինելու, բայց միջով այդ ուզում եմ մի քանի ուրիշ հարցեր տալով գանք հասնենք էլի cover band-երին։ Սկզբից խոսենք նրանից, թե ինչի դաշնակահար, ոնց այդ սերը առաջացավ կամ միամիտ ծնողների համոզելով։ Հա, իրականում հա, դաշնակահար, այդ լավ եղավ որ դաշնակահար, որտեղ ինձ ուզում են ջութակի տան, ես ջութակ սիրում եմ, բայց ջութակի մի քիչ ինքը սպეციფიկ գործիք է, ես այդքան ինձ չեմ պատկերացնում, էլի, երբևիցե չեմ պատկերացրել ջութակ նվագելուց։ Լավ եղավ որ դաշնամուրի գնացի, իհարկե տենց շատ տանջվելով, բայց հետո եղավ մի հատ շրջադարձային բան, երբ որ ես հանդես եկա մեծ բեմում ու այդ հանդիսատեսի այդ ողջույնը, այդ ապողջույնները ինձ շատ տենց ոգևորեցին, որից հետո լրիվ փոխվեց մոտս, հայացքս դեպի երաժշտությունը, ընդհանրապես դեպի դաշնամուրը հենց իրեն ու տես արդեն շարունակեցի իմ ուղին կերտելով սենց մի ձև աշխատելով նենց անել, որպեսզի հասնեմ նրան ինչին ես ուզում։ Բայց ընթացքում մտածել ես, որ կարաս ուրիշ բանով զբաղվես, օրինակ ուրիշ գործիքով, թե չէ։ Հա, ես իրականում մի քիչ բարաբան եմ տնբուկ եմ տիրապետում, բայց շատ քիչ էլի։ Այդ զուտ մենակ եկել է նրանից, որ ստուդիայում պրոստը որ մեր ընկեր ունի, նստեցի նվագեցի, քիչ չերտես տիրապետեցի։ Ես ասեմ պրոֆեսորաս։ Ես էլ ընթացքում ով ինչ գործիք ունեմ, մի բան անում վրա։ Բայց ընդհանրապես հա, դե ինձ երաժշտությունը ինքն էս չի էլի, որ մի գործիք վերցրեցիր ու տենց բայց եթե իրականում ուզում ես դրա մեջ սենց ասած խորանալ շարունակել ու ինչ որ հետաքրքիր ինչ որ մի բան ստեղծել, այսինքն թեկուզ քեզ ստեղծել, էլի, քեզ որպես կերպար, հա, երաժիշտը կան շատ երաժիշտներ կան աշխարհում էքսպրված, որ իրանք լավ երաժիշտներ են, շատ ստացված երաժիշտներ են, բայց իրանք իրանց չեն կերտում, իրանք կան այդ դաշտում, այդ դաշտը ոնց որ իրանց հետ sense մի ձև համակապակցված անում են ինչ որ իրանք պիտի անեն։ Հա։ Իսկ մարդիկ էլ կան, ովքեր որ հենց զրոյից իրանք իրանց կերտում են, այսինքն անգլերեն ասած face են սարքում իրանց ու օրինակ երբևիցե ոչ մի երաժիշտ, ոչ մի արվեստի մարդ Քուինսի Ջոնսին չի կարա ոչ մեկի հետ խառնել։ Որտեվ ինքը նույն ձև Մայքլ Ջեքսոնն է։ Այդ մարդիկ են, ովքեր իկոնիկ մարդիկ են, իրանք ստեղծել են իրանք։ Ամբողջ հարցը սրանում էր, էլի ասացիս։ Հա, իմ մոտ միշտ հետաքրքիր sense բան կա, որ ես մտածում եմ, եթե ես լինեի կոնկրետ ինչ որ մի բանի երաժիշտ, կարող է շատ կոնսերվատիվ եմ այդ մասով մտածում, էլի, միշտ մտածել եմ, եթե գիտար նվագեի, ռոք կնվագեի, եթե դաշնամուր նվագեի, կլասիկա կնվագեի։ Այդ բանը ոնց է ստացվում, օրինակ դաշնամուր նվագում ես, բայց ոնց որ նախասիրություններդ ոնց է ձևավորվում դաշնամուր նվագելուց։ Դե օրինակ հիմա էլի նույն ձև օրինակը կարամ բերեմ Քուինսի Ջոնսին, ու եթե իր հարցազրույցը նայեք, իր մասին մեծ դոկումենտալ ֆիլմ կա, ու երբ որ ես նայեցի, ինքը մի հատ շատ հետաքրքիր ֆրազ ասաց, ասաց երաժիշտը, որը մենակ մի ոճային ինչ որ բան անդրում, մի ոճ անդրում իր համար, այդ երաժիշտը կարելի ասել մեռած երաժիշտ է, որովհետև ինքը ոչ մի բան չի անում, այսինքն դու պիտի երաժշտության մեջ չի աճում, զարգացում չի ունենում։ Հա, դու պիտի երաժշտության մեջ կարողանաս անես այն ինչը որ երաժշտությունը քեզ թույլ է տալի, այսինքն իսկ երաժշտությունը անսահման է։ Այսինքն հենց կոնկրետ չեմ ասում արվեստը, խոսում ենք երաժշտության մասին, ինքը անսահման է, իր մեջ ինչ ուզես կգտնես, ինչ ուզես, մինչև ժամանակակից ամենա սենց ասած անհասկանալի նույնիսկ մարդկանց համար ինչ որ էլեմենտներ, մինչև բարոկ դարաշրջան եւ ավելի հենկոմ, էլի, դեռ չտեմպերացված, ասենք նոտագրություն, էլի, այսպես դար։ Իսկ կա բան, որը որ չես նվագի։ Ուղղակի կամ չես սիրում կամ, հա։ Սա հարցը տալիս է հույս ունեի ռաբիս ասած։ Չէ, ոչ թե ես ինչ որ ուրիշ տես հեգնանքով եմ դրան վերաբերվում, ուղղակի դա իմ մոտ նախ չի ստացվում, սկսենք դրանից, չի ստացվում։ Մարդկա, ով որ դա կարող է տիրապետի, իր մատերը վազում են։ Ու ես միշտ զարմացել եմ ոնց է իրանք անում, անկեղծ։ Իմ մոտ դա չի ստացվում։ Կարամ, հա, ասենք ինչ որ տես նվագակցեմ, ակամպանեմենտ ասած է, էլի կարամ, այդ կարամ անեմ, բայց բացի չստացվելը նաև ես այդ ոչը չեմ սիրում։ Հա։ Չես զգում։ Չեմ սիրում։ Հա։ Զգալը կարող ազգամ, չեմ սիրում։ Հա։ Ինչքան էլ եթե նույնիսկ ասենք ինչ որ պահի տակ հանգարց ինչ որ մի բան անում ես, որովհետև այս պահի դրությամբ լավ է գիտեք էլի որ
Սենց ռաբիզ երաժշտություն ասեմ, հա, այդ այսինքն այդ ենթամշակույթը ինքը մի քիչ հիմա ինչ որ ավելի շատ առաջին չարտեր ա եկել, քան ինչ ինքը պետք է բան անեն, մի քիչ Քան օրինակ մի քանի տարի առաջ էր։ Հա, չեմ ուզում ոչ մի տիպի ինչ որ ասում, հեգնանք կամ ինչ որ բան լինի ասածից մեջ, ոչ որ ինչ որ այդ երաժիշտների հանդեպ բանում ընդհանրապես, որովհետև իրականում այդ ոճային երաժշտության մեջ նվագող աշխատող մարդիկ իրանք բավականին ճկուն ու բավականին լավ ականջիտեր մարդիկ են, բայց իրանցից շատերը ցավոք սրտի, ինչ եմ ասում ցավոք, որովհետև եթե լիներ այդ ասպեկտը, միգուցե իրանք չընտրեին դա, ցավոք սրտի իրանք կրթություն չունեն։ Սամաուճկա էլի ոնց են ասում, ինքը իրան այդ ամեն ինչը սովորած էլի sense, բայց Փորձով ավելի շատ։ Փորձն էլ իր հայրտին, իհարկե։ Փորձը համենայն դեպս ինձ թվում է մեծ դեր է տանում, փորձը մեծ տեղ է զբաղեցնում, էլի ավելի շատ, քան մնացած ամեն ինչը։ Դե առասարակ ասում են տաղանդավոր մարդը ամեն ինչում է տաղանդավոր, ցավոք իմ համար ցավոք այդ մարդիկ իրենց տաղանդը օգտագործում են այս բանի մեջ, որը որ այդքան էլ մեծամասամբ չի մնալու, ես եմ տենց մտածում, կարող է սխալ եմ մտածում, բայց ամեն դեպքում Եթե մնալ այդքան շատ չի համարվելու, էլի ոնց որ մեր ազգայինը։ Դե ազգային արդեն ասվում է, ազգային։ Ժամանակի ինչ որ sense հոսք է լինելու։ Դե մենակ ազգային մասին չեմ, այլ առհասարակ որպես արվեստի ինչ որ մի հատ գործ, ստեղծագործություն չեմ կարծում, էլի որ մնալու է։ Դե այնտեղ ստեղծագործություն, բայց վստահ եմ, որ շատ տաղանդավոր մարդիկ կան։ Դու ստեղծագործություն որն է այնտեղ ստեղծագործություն, որը որ կարա արժեք ներկայացնի, չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ, չեմ կարա ինչ որ բան ասեմ։ Դա ուղղակի դա մշակույթ չի, դա ենթամշակույթ է։ Այսքան բան կարամ ասեմ։ Իսկ որն է ամենասիրելի ժանրը, որ նվագում ես։ Դե ես դասականի վրա եմ մեծացել, իմ համար դասականը այդ որ բան է, էլի, ինքը sense մնայուն իր տեղում է։ Ես իրան երբևիցե ոչ մի բանի հետ չեմ փոխի, որովհետև իր մեջ ամեն ինչ կա, էլի, հիմա ասենք շատ եմ ուսումնասիրել ու դեռ ինձ թվում է կուսումնասիրեմ, ասենք ժանրային, թե դա կլինի ջազ, թե դա կլինի բլյուզ, թե դա կլինի ռոք, որը որ իմ համար ռոք երաժշտությունը ամենամոտիկն է կանգնած դասական երաժշտությունը, ինչի, որովհետև իր թե հարմոնիզացումը, թե ընդհանրապես սոլոները, ասենք գիտարին ու մեծամասամբ գիտարի սոլոները իրանք լրիվ sense դասական երաժշտության կողմ են գնում, էլի։ Իսկ ջազը նույն ձևի կար ավելի ճիշտ լուսահոգի շատ հայտնի ջազմենս վերջերս մի քանի տարի առաջ մահացա Բարի Հարիս։ Մեր տղեկը բոլորը գիտեն իրան շատ լավ, աշխարհում ինքը բավականին բան է։ Ինչ ասի մեր տղեկը զուտ հայ բանի է ջազմենների բանը։ Այ իրան որ լսում ես նույն բանն ինքն է ասում, ասում ամեն ինչը գալիս է դասականից։ Ու բացատրում է ինքը։ Թեորիապես բացատրում է, ոնց կարա լինի։ Թեորիան ես եմ լսել, ուղղակի ես չեմ կարող բացատրեմ, որովհետև լսել եմ, մենակ մտածել եմ, որ հա, ճիշտ է։ Իսկ երաժշտության մեջ չես, զուտ զգացողությամբ, հա, բայց օքեյ։ Թե ջազը համարվում է ամերիկյան դասական երաժշտություն, էլի, պրինցիպ, եթե sense վերցնենք, ինքը դա ամերիկյան դասական երաժշտություն է։ Ես իրականում ռոքին մոտիկ նաև հայկական ազգային երգերի մի մասը շատ նմանացնում եմ ռոքին ու մտածում եմ, որ հայերենը ռոքի համար շատ համապատասխան լեզու է, կարող է սխալվում եմ։ Գերու են քրդականները չէ։ Չէ։ Օրինակ ես վերջերս Սերուժի արած գործերից մեկը իշխանած բարը, որ լսում էի, մի տեսակ System of a Down-ի երաժշտությունն էի նմանացնում, տպավորություններ ոնց որ եթե այդ լսում ես, հետո կարաս անցում անես ռոքին։ Որովհետև Սերուժը գործիքավորումը իր բավականին մոտ է սիստեմի։ Չէ, բաց այդ կոպալ բան մի քիչ որ շատ եմ լսում, ականջս ռոքին է գնում, ես ռոք մի քիչ շատ եմ լսում, այդ կոպալի որ ժանրում օրինակ։ Բավականին ժանր ասում, որ բանում էլի։ Ավելի ճիշտ hard rock ես լսում, թե ալտերնատիվ, թե metal, թե metal ու մի քիչ ավելի դեպի hard գնացող metal-ից դա ամենաշատը սիրում եմ System of a Down-ի բնականաբար, բայց եթե ինձ թվաց ասա Meshuggah ասես։ Չէ, եթե տես մի քիչ էլ որպես տես տարօրինակ բան նենք, Limp Bizkit-ին եմ սիրում։ Ինքը metal-ի ու rap-ի ու մի քանի բանի խառնուրդ է։ Այնտեղ է միքս է, այնտեղ հենց բակուր ռոք չի։ Բայց կարամ շատ հանգիստ Pantera լսեմ ու օրս լավ անցնի։ Հա։ Չէ, ես ռոք ժամանակին շատ եմ լսել, շատ, նա չի հիմա չեմ լսում։ Ուղղակի հիմա իմ համար ռոք արվեստը ինքը նորություն չի տալի։ Հա։ Ինքը sense ինչ որ դոփում է, էլի, նույն տեղում։ Չնայած մի որոշ ժամանակ առաջ իմ ընկերներից մեկը մի հատ բան ցույց տվեց, չեմ հիշի խմբի անունը, երգն եմ հիշում Ռոնալդ։ Չգիտեմ լսել ես, այդ sound engineer-ին էլ իրանց ով որ արել էր Grammy տվեցին, որովհետև ֆանտաստիկ արած գործ է, էլի, շատ ուժեղ արած գործ, թե կլիպը, թե բանը, ասենք։
Աչեք 10 քանի տարի ռոքը սպադի էր գնացել, հիմա Դե ամեն ինչն է սպադի։ հա Եթե տենց Բայց իրականում որ նայում ես ամեն ինչն էլ չուսենց կանգնած վիճակում է։ Դե ամեն ինչն է սպադի գնում բացառությամբ, եթե իրականում դրանով զբաղվողներ կան ու ուզում են զբաղվել, դա ազգային երաժշտություն է։ Բացառությամբ դրանք, որովհետև դա արդեն ասվում է, ազգային երաժշտություն, ինքը ակտուալ է միշտ։ Չգիտեմ ինչի են միշտ ազգերը, ու մեր հայերի մեջ շատ եմ նկատել դա, այդ տենդենսը, որ հիփ-հոփ, ասենք ջազ, բլյուզ, ռոք, ամեն ինչ բացի մեր ազգայինից։ Մեր ազգայինով իրականում շատ, բայց այդ չպիտի պրոստը տենց ինչ որ երաժիշտներ հավաքվեն դա անեն կամ ինչ-որ բան, դա պիտի ոնց որ ասած պետական մակարդակի վրա արդեն տենց լավ հստակ դրված ոնց որ ասած աքսիոմա լինի, որ բոլորը պիտի դա հասկանան ինչի մասին է, այլ խոսքը։ Եթե մենք ուզում ենք, ասենք, մեր դեմքը չկորի։ Պետական թեմային որ անցնենք, այնքան բան կա քննարկելու իրական մեր անցած թեման դու էլ կոմենտ էիր թողել, ազգային նվագարաններն են, որ չունենք մասնագետ, ինչի մասին է խոսքը։ Դե հա, դες ասացի ինչի մասին։ Ես Պատրաստող իմ կարծիքն մասնագետներ։ ասացի ինչի, ես առնչվել եմ էլի այդ թեմային։ Դե իրական այդ պետականի գաղափարին, եթե ինքը ինստիտուցիոնալ լինի կողմ եմ, բայց եթե ինքը այդ օրվա իշխանության հույսի վրա մնանք, այսինքն եթե այդ օրվա իշխանությունը չունենա տենց տեսլական նպատակ միտք ազգայինը պահելու, որը որ գառանտիա չունենք էլի, որ մյուս իշխանությունը գա այդ տեսլականը։ Դե դա արդեն մի քիչ կողմնապահական պահ է, էլի, ոնց որ անհատի ես եմ մտածում, որ ամեն ինչ անհատի վրա է, էլի, եթե անհատը ուզում է անի, կանի, եթե չի անելու, մեկը չի անելու։ Վատը այն է, որ անհատների մեծ մասը, որոնք որ կարան անեն, ինչ որ մի պահի հիասթափվում են, որը որ այդ մարդկանց դե չես կարող ոչ բան ասես, մարդիկ տարիներով փորձում են մի բան անեն, ոչ աջակցող ունեն, ոչ հետները մարդ ունեն, ինչ որ մի պահի դե հիասթափվում են, սկսում են ուրիշ բանով զբաղվել, բայց պետականը չեմ շատ կուզեմ ինստիտուցիոնալ մակարդակով այդ ամենը լինի, որ օրվա իշխանությունը չհազդի այդ ինստիտուտի վրա, բայց մտածում եմ, որ անհատների վրա է։ գալու է փակի։ Օրինակ Գերմանիայում կա բան, Բախի ինստիտուտ։ Ոչ թե Բախի անվան ինստիտուտ, այլ ինստիտուտ, որը զբաղվում է Բախի կոնկրետ ստեղծագործությունների վերծանում, ասեմ, կամ ավելի ռոպագանդում, ասեմ, կամ բացահայտում, ասեմ եւ այլ, այսինքն իրանք զբաղվում են կոնկրետ Բախի ստեղծագործություններով։ Ոնց որ կոմիտասագետ նույնն էլ։ Հա, Բախի։ Ուղղակի կոմիտաս, ես բան չունեմ ասելու, կոմիտաս չեմ ուզում անդրադառնամ այդ թեման ինչ-որ բան ասեմ, դա ասված պրծած է շատ շուտ բանից, բայց ոնց որ հորսես խոսում են կամ ինչ-որ բաներ, ոնց որ մենակ կոմիտասն է, մարդ չունի։ Բայց կա Եկմալյան։ Այսինքն դեմքեր էլ կան, հա։ Ազգայինի մեջ էլ շատ դեմքեր ունենք, որ հավաքագրել են, բայց շատ քիչ ինֆոներ կան իրանց մասին։ Դե որովհետև որ հավաքագրել են, Թեկուզ գրել են։ Չեն ռոպագանդվել, ինձ թվում է զուտ մենակ հարցը սրանն է, ինչի, որովհետև նո հիմա այս դարում ավելի հեշտ է այդ ամեն ինչին հասնել։ Ու պլյուս դասվել են աշուղների շարքին, բայց ես գիտեմ արտիստ ասելով նկատի ունեմ երգեր եւ գրողներ եւ հավաքագրողներ, որ աշուղների հետ բացարձակ կապ չունեն, իրենց երգաշուղական չի, իրենց երգազգային։ Խառ օրինակ կա Գուսանի օրինակ, որ Գուսանա, բայց ինքն ընդհանրապես կապ չունեն Գուսանի հետ։ Ես էլ մտածում եմ աշուղի հենց օրինակով Մահուբի Գևորգը, հա, գիտեմ։ որ ինքը շատ հստակ կարար ուղղակի ազգային երգի պահպանող կոչվեր, բայց ես վերջում իմացա, որ աշուղական է, աշուղա, ու իր երգերը համարում են աշուղական, բայց մաքրամաքուր ազգայինը, որ լսում ես, քեզ թվում է այտենց դարերից գալիս է, ոնց օրինակ Կոմիտասի հավաքագրածները, գրածները, նույն ձև Մահուբի Գևորգի գրածներն ու հավաքագրածները։ Դե աշուղական ինքը եթե տաղաչափական ինչ-որ բաների վրա է հիմնված, այսինքն երաժշտությունը կոմպոզիտորական չի, այսինքն տարբերությունը աշուղականի ինչքան ես կարամ բացատրեմ, էլի հակառակում է նրանում, որ իրանք երաժշտություն եւ բառ միանգամից տեղում կարողանում են գրեն։ Այսինքն այդ տեղում ծնվում է, էլի։ Իսկ այն մարդիկ ովքեր որ գրում են երաժշտություն, հետո բառ կամ բառը հետո երաժշտություն հարմարացնում են, դա մի քիչ ավելի կոմպոզիտորական աշխատանք է, հա, իսկ Գուսանը որն է այդ դեպքում։ Որ գրում են, երգում են հատուկ խավերի համար բարձր։ Իրանք ընդհանրապես նույն նշանակությունն ունեն Գուսան ու աշուղ։ Ուղղակի մի պահ կա, ես մի պահ ինձ բացատրել են, որ Գուսանը պալատական երգիչ երգահանն է։
Բայց մի քանի հարց, ճիշտ ասած, կուզեմ, որ մեր հանդիսատես կամ ունկնդիրները իմանան ինչով ես զբաղվում, ինչ գործունեություն ունես, եթե խմբերում ես նվագում, ինչ խմբում, մենք գիտենք, որ դու նաև դասախոս ես, մի քիչ էլ պատմես եւ դասախոսությունների մասին եւ ուսանողների մասին, մի քանի հարցեր տամ, ոնց որ ընդհանուր խոսելով գանք ու հեշտ աշխատել նոր սերնդի հետ, թե չէ։ Գործունեությունս իրականում, հա, եթե խոսենք դասավանդելու մասին, շուտ անց եմ դասավանդում 2005 թե 8 թվականից։ Հա։ Այդ թվերին ես գնացել եմ առաջի դասարան։ Այդ թվերից սկսած դասավանդում եմ, շատ եմ ունեցել ուսանողներ հետ եմ աշխատում, Արոն Բաբաջանյան երաժշտամանկավարժական քոլեջում եմ դասավանդում։ Դպրոցներում եմ դասավանդել, բայց դպրոցների այդ ասենց ասած երեխեքի հետ չեմ կարում։ Մի քիչ ավելի տարիքով փոքր իրանք ասենց բանեն, հա, դասեն, ում հետ մի քիչ ուրիշ մոտեցում է պետք։ Ես ուղղակիորեն որս մեն հերվերս չի դիմանում։ Էս բանը, չնայած երեխեքը շատ կարևոր էր այնքանով, որ իրանց հենց ի սկզբանե պետքա ճիշտ ուղու վրա դնել, եթե իհարկե իրանք որոշել են, որ պիտի շարունակեն, հա, երաժշտությամբ։ Բայց ամենայն դեպս ես ավելի շատ գերադասում աշխատել ուսանողների հետ, որովհետև իրանց այդ աշխատելը իր մանրուքները էլի ունի, այսինքն աշխատանքային բանով, հա, դա կլինի ծրագիրը, որը որ իրանք նվագում են ու նաև տարիքային այդ սենսը էլի, որ ուրիշ ձև ես արդեն իրանց հետ շփվում։ Ինչ եմ անում էլ 2011 թվականից կարծեմ ես ակամայից նաև մտա ասենց ասած սպասարկման ոլորտի մեջ, բայց ոչ թե սպասարկման ոլորտ որպես ասենք, չգիտեմ, խոհարար կամ բան, երաժշտական սպասարկման ոլորտի մեջ այդ ժամանակ այս միջև այս վերջերս մեծ ակումբ է, երևի բոլորը գիտեն այդ ակումբը։ Այնտեղ էի աշխատում, խմբերի հետ էի աշխատում, երաժիշտների հետ, որը որ ինձ շատ մեծ բազա տվեց այն առումով, որ նախ սկսեցի հասկանալ ընդհանրապես ինչ կյանք կա դասական երաժշտությունից դուրս, որովհետև ես միջև այդ Եվ նաև երևի փորձառություն մեծ։ Շատ մեծ փորձառություն ու նաև ահավոր շատ մեծ ծանոթություն ու կապեր հենց երաժիշտների հետ։ Այսօրվա դրությամբ, որ ես անձամբ ճանաչում եմ կարելի ասել Երևանի, Հայաստանի երաժիշտների մի 70-80%-ին, այդ հենց դրա շնորհիվ է, մեծ եմ աշխատելու շնորհիվ է, որը որ ինձ բերեց այդ կետին էլի ու բացի դա էլ նաև շփվել եմ արտերկրի արտիստների հետ, իդեմս Պատրիկ Ֆիորի, հիմա չեմ հիշի, բայց շատ են եկել գնացել, Շարլ Ազնավուրն էլ է եկել, բան, այսինքն ինքը մեծոն այն ժամանակ երբ ինքը աշխատում էր, ինքը ոնց որ ուներ մշակութային ինչ-որ մի հատ կենտրոն, ամենանդեպս կամոն աշխատում էր։ Մեր առաջին համերգն էլ Էթնոքալերսի մեծույթ եղել։ Ինքը ամենանդեպս կամոն աշխատում էր պահեր այդ բանը, ասենց ասած մակարդակը, որ հնարավորինս ավելի լավ ու որակալ ինչ-որ երաժշտություն պրոպագանդի, նույն ջազի ասոցիացիան որ ինքը հիմնեց, այդ ամեն ինչ որ սերտ կապ ունեն էլի իրար հետ։ Բայց հետո երբ որ այնտեղից դուրս եկա, արդեն սկսեցի համագործակցել բենդերի հետ, որովհետև 2000, եթե կհիշեք 2011-ից մինչև 19 երևի թիվ, այդ sense ասած cover բենդերը բավականին ակտուալ էին, որովհետև մոդա անգան թե ինչ եղան, չգիտեմ ոնց եղա, բայց ամենայն դեպս բավականին ակտուալ էին իրանք այն առումով, որ միջոցառումներ էին լինում, կորպորացիաներ, հետո արդեն շատ մեծ թափով սկսեցին նաև հարսանիքներ, տենց համագործակցել եմ մի քանի բենդի հետ, զուտ իմանալու, մի քիչ այդ դաշտ մտնելու ու նաև իհարկե գումար աշխատելու համար։ Իսկ մի հատ հարց, cover band-ը որն է համարվում cover band, ինչով է ինքը տարբերվում ուրիշ բենդերից ու եթե մարդը վերցել է ինչ-որ մեկի երգը ու երգում արդյոք ինքը cover band-ա թե չէ։ Այդ հարցը իրականում շատ նուրբ է, որովհետև ինքը մի քանի սլոյ ունի, էլի, շերտերը իր մի քանիսն են։ Նախ սկսենք տնից, որ cover ինքը արդեն նշանակում է վերափոխել, էլի, ինչ-որ մի բան վերցնել ու վերափոխել։ Ցավոք սրտի Հայաստանում այդքան էլ բան չի։ Մշակույթի չկա։ Ինձ թվում է չէ, այդ մշակույթը Հայաստանում պետք է չի որ լինի։ Անկեղծ եմ ասում, ինչի, որովհետև եթե խոսքի օրինակ հիմա մարդը սիրում է
ասենց ասենք Uptown Funk-ը լսի ոնց կա, Դու վերցնես այդ cover հենց էտա գաս մեկի նորույթը։ դու վերցնես ասենք այդ երգը փոխես, ինչ պիտի փոխես, որ ասենք այդ երգի իր օրիգինալից տարիներից երազանքներ cover band-ում երգել։ Դե Eminem կարաս նվագես կանոնով էլի։ Բալա, Ոչ մեկին չնեղացնելով իհարկե, զուտ իմ համար cover օրինակ կան խմբեր, նույնիսկ չգիտեմ Ethno Colors-ը իմ համար ինքը ավելի cover band է, ազգային երգերը, ինքը cover band է։ ազգային երգերը ավելի Ջրի պատմություն։ նոր ժամանակակից գործի cover-ամբ։ Իմ համար normal cover band է, ինչքան հնարավոր է Հայաստանի սահմաններում անել normal cover, այտենց եմ պատկերացնում, բայց մեծ մասին որ լսում եմ որ ամեն օր Instagram-ով իսկ գովազդ է բերում։ Ու մեծ մասը որից գովազդ է բերում cover band-երի որ գանք ձեր առիթը նվագենք երգենք ծաղկացնենք դիմավորեք չգիտեմ որ բենդին իրենց որ լսում ես տպավորությունը որ մի հատ ու սկիզբը միշտ բանն է տամ 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 տարարամ պամ 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 դրանից դու մեծ քահանա կանչեն աղոթի էլի մոտավոր այտենց բան է լինում դե այդ արդեն cover չի այդ արդեն copy paste է հա հենց այդ եմ ուզում մի հատ բացատրենք cover-ը որն է copy paste-ը որն է դե copy paste-ը հենց որ մեծամասնությունը անում են այսինքն ես այդ միշտ եմ ասել ու չգիտեմ ով որ կնայի թող ինձ ներեն բայց դա տենց է այս մեր ժողովուրդը չի սիրում նոր բանի հետևից գնա ինքը միշտ սիրում է եղածը վերցնի օգտագործի հավես չկա հա մի քանի անգամ հավես կա թե հավես չկա դե դրա համար էլ հիմա եկել ենք մի հատ կետի որ բոլորը բողոքում են ինչ որ բաներից լճացման մեջ ենք շատ բոլորը բողոքում են բայց այդ բողոքողները չեն հասկանում շատ པարզ բան որ այդ բողոքելու իրականում պատճառը մենք բոլորս ենք, որովհետև մենք բոլորս միշտ ես ինչ չեմ տարանջատում ընդհանրապես, որովհետև ես եմ ես մի ազգի մի մասնիկ եմ ես եմ։ Հիմա վերցրենք արել ենք այն ինչը որ կարար այդ պահին շատ արագ ինչ որ մի հարց լուծեր, հա, ասենք sense դիտարկենք բանը։ Դա copy paste-ը հենց դա է, այսինքն մարդիկ ովքեր որ նույնիսկ չունեն երաժշտական կրթություն, բայց կարողանում են 3 ակորդ պահեն, մեկտեղ ասենք դիապազոն ունի դոից մինչև մյուս դո այդքան հերիք է cover երգելու համար էլ այդ ներողություն խնդրում cover որ այդ բանը pop երաժշտությունը մատուցելու համար ինձ թվում է այնտեղ ինչ որ արտառոցի ինչ բաներ պետք չեն եթե կա այսինքն այդ տաղանդը կա այդ մարդու մեջ օրինակ ոնց որ ես կարող մատնանշեմ բրյունետին որ այդ մարդը ինքը ես իրան անձամբ չեմ շփվել չեմ ճանաչում բայց ամենայն դեպս ես ինչքան նայել եմ ինքը շատ ուրիշ կողմի վրա մտածող ու լրիվ ուրիշ ձև մտածող ու դատող աղջիկ է բազմակողմանի է շատ իր մտածողությունը դե համենայն դեպս այդ մարդը ինքը իր եթե նույնիսկ անում էլ է հա ասենց ասած cover ինքը դա իր ձևով է այսինքն իր մեջ որ մտ անցկացնում հետո է դա վերարտադրում էլի նես չի որ այտենց գնացինք Uptown Funk-ը այտենց չի էլի այսի գիտենք որ այտենց դի ծափիկ անենք այտե ծափիկ արեցինք բոլոր ուրախ են ու անցանք առաջ այտենց բանով այդ մտածումը իրականում cover-ը вообще կապ չունի իսկ cover band-եր հա կան աշխարհի մակարդակով շատ ուժեղ cover band կա հիմա չգիտեմ իրանք արդյոք բանանում են գործունեություն ծավալում թրջակ Dirty Loops-ը այդ հաստատ Dirty Loops-ին չգիտեմ եթե չգիտեք խորհուրդ կտամ լսել կարող է երգերը լսեմ ճանաչեմ բայց ամեն ես իրան ճանաչել եմ բանով Britney Spears-ի մի հատ Circus երգ ունի Britney Spears-ը շատ հայտնի Circus-ը որ լսես բանը ինքը օրիգինալ տարբերակը Britney Spears երեխա ժամանակ եմ ես դա ինչ որ իրա toxic toxic հա դա այդ եմ լսել ինչ կարամ չէ Circus-ը ինքը շատ հայտնի շատ բանը հայտնի երգ հա հենց Britney Spears-ի բայց Dirty Loops-ը նենց է փոխել իրան որ լսես կմտածես այս նոր գրած երգը է էլի եթե չիմանաս օրիգինալը անկեղծ այտենց օրինակ մի հատ երգ կա ռուսական են Belly Rose-ի Chatunovի իրան մի հատ Վալերի Ստիպանով կա էլի ռուս բավականին տաղանդավոր երաժիշտ է ինքը շատ հավես ու հաճելի ձևով փոխել է այդ երգը սարքել է լրիվ ինչ որ funk ասեմ թե fusion ասեմ ինչ որ ոճերի մեջ ինչ որ բան բայց բավական հետաքրքիր այսինքն ասացիս իմաստը նրանում է որ cover-ը այնա երբ որ դու վերցնում ես բնօրինակը իրեն այսպես մեծ թեքում ես դու քո ունեցած մատերիալը, փորձը եւ այլն, սա դնում ես իր վրա ու տալիս ես նոր բան։ Իրան պրինցիպի բանը չես փոխում, հիմնական մասը ինչ որ կա։ Բայց արանժիրովկան դառնում է ուրիշ բան, դա կոչվում է cover։
Այդ է cover-ը։ Իսկ Իմ համար cover-ը նենց բանա որ պետք է օրինակ հեղինակի հետ համաձայնեցնես, չպիտի համաձայնեցնես։ Եթե բան անելու ես, հրապարակելու ես, բնականաբար հա։ Հա, այսինքն չես կարող եք ինչ-որ երկ վերցնես։ Օրինակ ես մի որոշ ժամանակ առաջ ես տես մեկ-մեկ սիրում եմ էլի անը վիդեոներ եմ անում, բան ես կոմենտում, վերցրեցի Dua Lipa-ի, չեմ հիշում, որ գործներ։ Տեղեկացրի Dua Lipa-ին։ Հա, բա հենց դա ամբողջ հարցը։ Ես վերցրեցի ահագին ժամանակ ծախսեցի, սարքեցի, սիրուն սաղ արանժմենտը փոխեցի, բան արեցի, բան, հենց գցեցի Instagram բլոկեց։ Հա։ Ասես դու իրավունք չունես բան անելու, որովհետև ստեղ բանը։ Դե Dua Lipa-ի պատմություն։ Հա, բայց ինչի է տենց, որովհետև Dua Lipa-ի երգերը իրականում իրանք ուրիշ տեղից վերցած երգեր են, եթե իր երգերը չի։ Հա, գիտեմ, մի քանիսը գիտեմ, հա։ Մի քանիսը չէ, կարելի ասել ամբողջ իր երգացանկը տենց է։ Ինքը ուրիշներից վերցրել է, սարքել է իր ձևով ու այդ ամեն ինչի վրա նենց արկել կա դրել, այսինքն նենց բաներ են պաշտպանել։ Լավ են աշխատել։ Շատ իր մարքեթինգ թիմը, PR թիմը շատ ուժեղ աշխատել է այդ, հա, Այդ ոնց որ հիմա մեր ազգային երգերը վերցնեմ, ասեմ իմն է, մոտավոր էլի։ Հա, այդպես մի բան, հա։ Ինքը տենց վերցրել է շատ հայտնի երգեր, որտեվ բանը ինքն է երգում բանը։ Rosa que linda è, չէ, ով էր որ պետքա, ասում էին սատանիստա պետքա գա Հայաստան, այնքան կռացին, խեղճ աղջիկը չեկավ։ Չգիտեմ։ Մի խոսքով մի հատ Սատանիստներից մարդ չգիտեմ։ Չէ, բայց շատ լավ երգչուհի էր, ասացին տղայակ ես Հա, լավ, ես իմացա, բան ինքը TikTok երգչուհի էր, հա, այդ ում որ մասին դու երգում ասում ես։ Այդ երգը հենց այդ Rosa que linda-ն։ Այդ Rosa que linda-ն է։ Հենց այդ։ Հա, եւ միլիոն տեսակ կա ու ինքը ոնց հասկացա իսպանական, մեքսիկական ինչ որ հայտնի երգ է եղել։ Դե տենց հա, տենց շատ կարա տենց ինչ որ բան լինի, այսինքն կարան թեման վերցնեն, տարբեր բան։ Երգչուհի էր երգի այդ վերջին։ Մի հատ էլ եմ հարց ուզում տամ, որը պարսիկ։ Ահա։ Մարդիկ կան ինչ որ ուրիշ դրսի արտիստի երաժշտությունը վերցնում են, լրիվ sense տոչ պահում են ու ինչ որ հայկական բառերով երգեր են։ Ճիշտ է, չեմ թարգմանել, չեմ կարող ասեմ բառերն էլ նույնը թե չէ, բայց ամեն դեպքում հաշվենք ուրիշ բառերով են երգում, բայց երաժշտությունը լրիվ նույնն է։ Այդ ինչքանով է օքեյ, արդար չի, թե եթե նամանավանդ եթե գրած չի, որ երաժշտությունը կամ առանժիրովկեն SSS մարդունն է կամ SS արտիստինն է, այդ կամ այսինչ ստուդիային է պատկանում, այդ ո՞նց է լինում։ Դե այս դարում իրականում ինձ թվում է տենց ինչ որ քայլ անելը մի քիչ շատ ռիսկային կարող է դիտվի, ինչի, որովհետև հիմա ինֆորմացիայի աղբյուրը այնքան շատ է, այնքան բաց, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի պահի, ասենք թե ինչ որ հայտնի արտիստի ստեղծագործություն կամ թեկուզ հայտնի կոմպոզիտորի, հա, որ ասենք դա ինչ որ միտեղ դու դա շեյր անես ու գրես որ sense-նես, ինքը նույնիսկ ծրագիրը կարա, ես ասում իմ փորձի վրա, ասեմ Dua Lipa-ի գործը վերցրեցի, ինքը միանգամից ճանաչեց ու փակեց, всё, Instagram-ը, ասեմ Dua Lipa-ն ընդ նստած չէր, որ կնոպկան սխտեց փակվեց, Instagram-ը փակեց, հասկանում ես, հիմա նույն ձև կարող լինի, բայց Թիմն էլ չի էլի, ծրագիրն ավելի շատ։ Դե բաներն են, իրանք քանի որ հա ալգորիթմը ինքը ճանաչում է, քանի որ իրանք համագործակցում են սաղ այդ բաները, իրանք այդ իրավունքը բանը ամենտեղ մարդիկ գիտեն, որ այդ իրանք երկերն են, միանգամից ալգորիթմը ճանաչում բան են, բայց դրա այն մյուս կողմն է կարամ ասեմ, որ ժամանակին երբ որ չկար ինֆորմացիայի տենց շատ մեծ աղբյուր, մեր բոլորի կողմից շատ սիրված լուսահոգի Հայկոն օգտագործեց Լուիս Միգելի ստեղծագործությունները կամ Ալեխանդրո Սանսինը։ Հա։ Վերեց, երգեց, բառերը փոխեց, բաներեց ու բոլորը իրեն ճանաչեցին այդ բանով արդեն ուղղությամբ, որ ես օրինակ չգիտեի, որ դա Մանն չէ, ետերի ու դες հա, կեսիրում։ այդ են, հա։ Չէ, Ալեխանդրո իսպանական երգեր շուտվանից լսում եմ ու սիրում եմ երեխա ժամանակվանից, չգիտեմ թե ոնց է իմ մոտ հայտնվել իսպանական երգեր, բայց դա ժամանակ Լենիկ Պորտովի դեր երգողանցելու ժամանակներն էր։ Հիշում եմ որ Հայկոն երբ որ այդ երգը երգեց, ես հələ փոքր էի, բայց գիտեի որ այդ Ալեխանդրո Սանսի երգն է, բայց չէի կարող ոչ մեկի ապացուցեի որ այդ Ալեխանդրո Սանսի։ Ես երգն անկեղծ է։ չգիտեի ու մտածում ես ինչ սիրուն է գրած, ինչ հավես է գրած, ով է գրել։ Դու թեթև չես, եթերային երգը։ Դե մենակ այդ չէ, ու ինքը էլի գործ ունի, որ էլի կարծում Սանսից վերցրել։ Հա, էլի Սանսի երգը։ Մենակ այդ մի գործը չէ, էլի գործեր կա, որ ինքը Սանսից վերցրել։ Այսինքն ասածից բուն իմաստը նրանում էր կայանում, որ այս դարում մի քիչ ինձ թվում է այդ շրջանցել այդ արգելքները կարող է այդքան էլ հեշտ չի լինի։ Այն ժամանակ ավելի հեշտ էր, հա, որովհետև չէին ճանաչում ով է, այս ինֆորմացիայի sense շատ արագ ինչ որ լուսաբանել բանը տես չէր լինում։ Դրա համար շատերը կարողանում են ինչ երգեր վերցնել, թեկուզ եւ դա ասել որ իրանց սինի տակ, հա, sense ինչ որ մի ձև սղացնել ու անցնի գնա դա, բայց հիմա ինձ թվում է չես կարող, երևի չես կարող, ես չեմ արել, չգիտեմ, բայց ինձ թվում է չես կարող։ Կարող եւ կարաս։ Ինքը շատ սպորտի հարց է։
Իսկ cover-ներից այսքան խոսալուց հետո մի հատ հարց ինձ տանջող, մտատանջող իրենք մի քիչ ստոպ անող բաներ չեն, այսինքն արվեստի այդ գիծը կամ ազգայինի գիծը կամ առասարակ երաժշտության գիծը մի տեսակ ստոպ չեն անում։ Եկեք sense դիտարկենք այդ հարցին։ Եթե դա դիտարկում ենք որպես շչակերտավոր արվեստի ինչ որ ճյուղ, հա, կարող ինչ որ բան է, բայց ես միշտ cover, նո մեր պարագայում Հայաստանի շրջանակներում, հա, եկեք խոսանք, չգնանք դրսում, որտեղ արդեն շեշտեցի, որ դրսում կան խմբեր, ովքեր որ կոնկրետ cover են անում ու ֆանտաստիկ խմբեր են ու իրանք համերգներ են դնում, շատ մեծ ու իրանք սիրում են, ճանաչում են։ Իսկ մեզ մոտ ինքը կոմերցիա է։ Շատ իմաստով եմ էլի ասում։ Շատ sense քառակուսի կոմերցիա, որը որ ուղղակիորեն ստեղծված է, sense ասած հաճախորդի կմահաճույքները բավարարելու համար։ Այսինքն մի մարդ, ով որ ոսկորնակ սիրում է, չգիտեմ, Ալլա Պուգաչովայի երգերը, ինքը իր մոտ կանչում է խումբ, որը որ կատարում է Ալլա Պուգաչովայի երգը։ Ինքը կարա ասենք թե DJ բերի, DJ-ը միացնի Ալլա Պուգաչովայի երգը, դա որ ասում է շատ կանխատեսելի քայլ է, օրիգինալ տարբերակով դու լսում ես, բայց բնականաբար անկախ ամեն ինչից է, լավ կերքեն, վատ կերքեն, լավ կնվագեն թե վատ, մեկը կասես մի հատ բան, որ երբ որ բենդ կա, ինքը ուրիշ էներգետիկա է փոխանցում։ Ուզես թե չուզես, այդ տենց է։ Մեկը այդ պահին էլ չես ջոկում, լավ անվագում, թե չէ, եթե դու տենց լավ էներգիայի մեջ ես, իրանք էլ էներգետիկ խումբ են, կոպիտ ասած, չես էլ ջոկի այդ պահին լավ են նվագում, թե չէ։ Հետո վիդեոներով էլ արդեն ուշ։ Եթե լավ էլ նվագեն, մեկը copy paste է, ուսմա լավ նվագեն, ուսմա վատ նվագեն։ Դրան ինչ որ ես, հա, կարա լինի լավ հնչի, կարա օրկեստրը sense ասած լավ հնչի, բայց ինքը զուտ մենակ այդ պահին, ասենք ինքը կարողանում է փոխանցի քեզ զուտ էներգիա։ Կենթանի հնչողությամբ երաժշտություն է։ Ինքը все-таки երաժշտությունը ինքը էներգիա տվող բան է, դրա համար ինձ թվում է հաճախորդներին ու մարդկանց մեծամասնությունը իրանց առիթներին, դա կլինի հարսանիք, կլինի կորպորատիվ, կլինի ինչ որ կնոն կամ, չգիտեմ, նմանատիպ ինչ որ բաներ, միշտ վերում են նմանատիպ խմբերի, որ զուտ լսեն այն երաժշտությունը, որ իրանց կարա ինչ որ մի պահի տակ ուրախացնի։ Ես նախընտրելուց живой band կնախընտրեմ, քան օրինակ DJ։ Դե այդ DJ-ն էլ է շատ սպորնի հարց է, ինչի, որովհետև DJ ամենևին ոչ մեկին չենք։ Հենց այնց չի էլի DJ-ը ասվածը ինքը շատ լուրջ, ինքը շատ լուրջ գիծ է։ Դե մեր պատկերացած երկ միացնողը չի էլի։ Դե դա play տալն է։ Այդ միջոցառումների ժամանակ այդ DJ-ը լավ գումար են աշխատում։ Հա դե play տալով։ Դե հա, բայց իրականում DJ-ing անելը դա շատ մեծ ու լուրջ աշխատանք է։ Ես շատ եմ նայել, հիմա էլ եմ նայում այդ DJ-ները, որ նայում ես, իրանք այդ պահին, այդ ժամանակին իրանք ստեղծագործում են։ Իրանք նվագում են, որովհետև իրանք դեքը որ նայում ես, այսքան դեք չի դրած։ Ահա, գիտեմ։ Երկու հատ վիրտուշկով կամ վինիլով, լավագույն դեպքում։ Բայց այդ վինիլը շատ ծիծաղալու է, տեսել եմ մի քանի հոգու, բոլորը չէ իհարկե, որտեղ մարդիկան իրոք նվագում են վինիլով, բայց մարդկա ուղղակի վինիլովի պլաստինք են դնում, միացնում է, կաշում է մի կողմ, հետո անում, չէ, հետո անում փոխում է պրոստը ու всё, մենակ այդ ինչ կա վինիլի վրա, այդ է նվագում։ Չէ, օրինակ դե ասում եմ, այտենց շատ ուժեղ տպեր կան իրականում, հենց DJ։ Իսկ Հայաստանում ինձ թվում է լավ DJ-ներ կան, բայց այդ լավ DJ-ները ուղղակի պլատֆորմա չունեն Երևանում։ Cover band-ին իրական համ դրական, համ այսինքն ցանկացած բանին եմ տենց նայում, ամեն ինչ մեջ լավն եմ փորձում գտնել, վատն էլ լավը այն է, որ մինչև cover band-երը կանչում են ինչ որ անհասկանալի որոշ դեպքերում ցակում ունեցող երգիչ երաժիշտների, որ գալիս էին հարամ էին անում այդ միջոցառումը, գնում էին, որ չես հասկանում խի եկան, խի գնացին, ինչ երգեցին, ոնց երգեցին, չգիտեմ, ինչ որ ռաբիզից միջև շանսոն, մի հատ ընդ Շարլ Անznավուր էր մտնում ծանցարանքում բան։ Չէ, նենց էլ չի անել գիտեմ, բայց առաջ անգամ cover band որ տեսել եմ, ինձ շատ է դուր եկել, հենց մեծոյում եմ տեսել։ Yellowstones, հա։ Իմ համար շատ անսովոր ու անծանոթ բենդ էր, ու անծանոթ խումբ էր, ինչ որ կոնյակի միջոցառում էր, հյուրային կանչել գնացել էի։ Սոց լսում եմ ու կարծեմ We don't need no education երգեր, լսում եմ ինչ որ ծանոթ է, բայց ամել անծանոթ է, համ ծանոթ է, համ անծանոթ է։ Ու հետո լսում եմ ուրիշ բաներ են երգում, հասկացա որ կան մարդիկ իրոք, որ եթե ուզում են որակով անեն, իրանք պատրաստ են լիքը զոհողությունների գնան որակով անելու համար, որովհետև իրանք հաստատ չեն կանչելու ստանդարտ միջին հայկական հարսանիքներ երգելու էլի։ Դե տես, օրինակ ելնելով հենց այդ քո ասացի կարամ մի հատ ուրիշ հակասական բան ասեմ,
Yellowstones-ը իրանք ի սկզբանե ոնց որ իրանք բոլորը տղեկը բոլորն էլ որ մեր ընկերներն են, էլի։ Հիմա ես իրանք երկիչի լովն է, չգիտեմ, գիտես թե չէ, չեմ ճանաչում իրանք։ Լովը հիմա նոր պրոյեկտ է։ Այդ մասնագետ է, չէ՞։ Կարծեմ։ Ինքը սկզբից տենց շատ խորացավ երաժշտության մեջ, բայց հետո հասկացավ, որ այդ քո ասածն է, էլի, որ ինքը խորանա, այդ երաժշտությունը իրան տանելու է դեպի այդ սենց ասենք բոլորի կողմից, որ դա շատ հասկանալի թվա 6-8 վիճակին։ Երաժշտական կենցաղ։ Հա, տանելու է այդտեղ ինքը դուրս եկավ։ Գնաց սովորեց IT, դուրս եկավ այդ բնակավարից, հիմա հետ է եկել։ Հիմա ոնց հասկացա նոր պրոյեկտ է անում, ոնց որ Symfomen։ Հա։ Symfomen թե Symfomen։ Լևոր անցնոթը։ Դա ինքը բան չի արել դեռ, հələ դեռ նոր ես քանի որ մենք իրար հետ մոտ ենք։ Հա։ Ես դրա համար տեղեկացված եմ, էլի այդ ամեն ինչից ոնց որ ինքը հետ եկավ տենց ու հրավիրենք մեր տաղավար։ Հա, կարող հրավիրեք, ինքը շատ բավականին բան իմացա երաժշտության առումով, բավականին տեղեկացված ու կարա շատ ինֆորմացիա տա։ Ինքը հետ եկավ այդ պրոյեկտով իր հեղինակային գործերի պրոյեկտով, եթե չեմ սխալվում, տենց է, այսինքն այդ քո ասացի վերաբերյալ, որ իրանք լավ երաժշտություն էին նվագում, որը որ ուներ իր լեսարանը, բայց քանի որ տենդենսը, ես չեմ ուզում անուններ տամ, ում պատճառով այդ տենդենսը տենց եղավ, բայց տենդենս ստեղծվեց, որ մարդիկ սկսեցին, չգիտես ինչի cover, հա, ճակերտավոր cover band-ը դիտարկել որպես խումբ, որը որ կարա նաև նվագի ռաբից 6-8։ Ու այդ սենց ասած բեկումնային բանը, հա, շրջադարձային սենց ասենք, ինքը թեքեց ամեն ինչը լրիվ ուրիշ կողմ, խառնեց իրար սա։ Ինքը սարքեց մի հատ քաոս, որի պատճառով մարդիկ, ովքեր որ իրականում իրանք կարան ունենան շատ լավ սենց երաժշտական կարիերա, կլինի երգիչ թե երաժիշտ, բոլորս էլ գիտենք, որ այսօրվա դրությամբ բոլորն էլ ուզում են ապրեն, բոլորն ուզում են գումար աշխատեն։ Ու այն մարդիկ, ովքեր որ սենց ասած ընտրեցին այդ ուղին, ընտրեցին այդ վիճակը, այսինքն գնացին դեպի այդտեղ, հա, սկսեցին գումար աշխատել, բայց դա էլ հիմա ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ։ Հիմա դա էլ ավարտվեց։ Հիմա ամեն ուրեք ուր գնում ես, չգիտես ինչ է հնչում, էլի, ով որ իմ հետ օրինակ եղել է դեպք, չեմ ուզում էլի անուններ տամ, չեմ ուզում փակագծեր բացեմ, ասում է մոտեցել են մեզ, ասում է կարակ այնց գործ նվագեք, տնօրենն է ասում, որ մարդիկ պարեն, վիդեո նկարենք, ուղարկենք տնօրենը տնա, որ մարդիկ պարեն, ասես նայում եմ դեմքին։ Ոյ, տես դեպքում ենք ենք բենդով մենեջերի դեմքին եմ ուտում եմ, տես պատմում։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ է խոսում, էլի, այսինքն տնօրենը պետք է տենա, որ մարդիկ պարում են, որ դու տնօրենը տասես խումբը լավն է, թե խումբը վատն է։ Այսինքն դա էլ արդեն գալիս է սենց մի հատ բանից, էլի, ուղղակի որ եթե անհատից կախված լինի, ասինքն հա, ես իմ պարագայում եմ ասում, եթե ինձնից կախված լինի, ես կարող եմ այդ բանը թողեմ գնամ։ Անկեղծ։ Ու շատ ա եղել այդ դեպքեր, ասում գնում եմ, ասել են, չէ, մի արա, որովհետև այսքան մարդ, խումբ եւ այլ, հասկանում ես, այսինքն սենց ցեպով կապված ես, էլի, ու դու ոնց որ այդ ամեն ինչի մեջ նստած բան ես անում, էլի, արդեն դու ուզած չուզած արդեն ոնց որ ենթարկվում ես այդ ամեն ինչին, էլի, ու դա մենակ cover-ին չի վերաբերում, դա վերաբերում է, ինձ թվում է յուրաքանչյուր ինչ որ տենց երաժշտական բանի, էլի, ոճային երաժիշտ կլինի կամ կապ չունի, եթե կա ցեպ, այսինքն քեզանից չի կախված, то есть եթե դու ես, հա դու կարաս այդ քայլը, կամ պետք է լինես ինչ որ մեգա աստղ, ումից որ բոլորն են կախված, որ ձեռդ խփես հեղանին, ասես չէ, ու ես գնացի, ու այդտեղ սաղ sense մի հատ զրոյանում է, որովհետև մեգա աստղ է ասողը, չեն կարող ոչի բան անեն։ Կամ եթե չէ, ուրեմն ինչ պատճառներով արդեն սկսում է զողողությունների գնալ, էլի, այս ամբողջ հարցը, որ այդ քաոսը հիմա շատ վատ վիճակում է իրականում, ասենց ասենք cover band կամ չգիտեմ, ինչ որ շատ խոսացինք այս cover-ների մասին, բայց մենակ cover-ը չէ, ընդհանրապես։ Հələ որ չենք խոսացել cover-ի մասին մեր podcast-ում։ Մի հատ բան հիշեցի, դե մեծայում Ethno Colors-ը հանդես էր գալիս մենահամերգից մենահամերգ, իսկ մենք մենահամերգները ունենում էինք 6 ամիսը 1 խմբով, հələ ավելի շատ
մի խոսքով մեր սովորական մենահամերգներից մեկն է պատրաստվել ենք պատկերացրել մի քանի ամիս փորձեր նոր երգերի գտնել, բերել, գործիքավորել երգեր բան, ու այդ մենահամերգներին ուրիշ ձև էինք պատրաստում, էլի, ասենք շորերից սկսած ամեն ինչ, sense պլանավորված էր ու պետքա բեմ բարձրանամ մեկը մոտենում է մեր Արտուրին մեծոյում, այդ երևի 23 կամ 22 թվի բան եմ պատմում Այսօրվա պես հիշում եմ մայիսներ սաղ քաղաքի լույսերը տարել են մենակ մեծոյում կար լույս որտեղ դիվիժոն կետեր այո մի խոսքով մեկը մոտենում է Արտուրին ու ասում է պատմությունը գիտեմ հա ասում է մեր քուրը կարա այսօր դոլյա երկի ասում այսինքն հասկանում եք որ սա էթնոկալերսն է սա խումբ է այստեղ բոլոր ազգային երգեր են ինչ դոլյա չի դոլյալ ազգային չի դոլյալ էլ ազգային Նայած որ ազգի բայց ազգային գումար էին առաջարկել բան ու իմ դեմքը ես դոլյան լսել էի դպրոցական տարիներից մեր դասանի երեխեքից Էդ էլ է էլի ախր հենց իմ ասացի այն որ ասում է շարունակությունն է քո ասածը որովհետև եղել են մարդը որ գալիս այն ինչ որ մի բան առաջարկում է եղած տեղն է չի գալի առաջարկում չեղած տեղից այսինքն ոչ մեկ իրան թույլ չի տա մի անգամից տեղում էքսպրոմպտ ինչ որ ուզենա էքսպերիմենտ անի դա 1000-ից մեկը պետք է տենց ինչ-որ մի բան Ոնց որ cover-ների լավ բան ասացի իմ կարծիքով որ նա լավ բան է եղել այդ cover band-երի նո չակերտավոր cover band-երի էլի բայց վատ բանն էլ ասեմ այդ օրինակ միջև քո գալը խոսում էինք իրար հետ ասում լինում է չէ որ մտ նեղ փողոց է լինում քայլելու համար ինչ որ մեկը երկու տոպրակով sense քայլումով դու չես կամ իրան շեշտի որ չաղ ինչ որ մեկը Չէ բան չանենք էլի այդ body shaming հա չեմ հիշում այդ տերմինը ոնց է դա բայց չես կամ դու իրան ասես պոզիտիվ ենք ու իտոգում երկուսով գնում եք նույն տեղը բայց ինքը եկել է դեմդ փագել ու չես կամ դու ասնես դա իրանից ավելի շուտ ուզում ես մեկ լավ բան անես դիմացը հայտնվում են ինչ որ չակերտավոր ասած խմբեր ու ասում են մենք էլ ենք անում այս նույն բանը անում ենք այս գնով տես ինքը ուզում օրինակի համար ասում ենք այդ անգամ էժան դա կոչվում է սուբորդինացիա համազգային համ դիսկո համ քյարթու տենց խմբեր լիքը ունենք որ cover band-եր են գնում են դա սուբորդինացիա իրականում կոչվում այդ նշանակում է որ ընդհանրապես երևի թե երաժիշտները էլի ինչ որ մի հատ տենց օրգանիզացիա ասեմ կամ ինչ որ բան երևի տես մի բան է պետք որ բոլորը այնտեղ ընդհանրապես իրար հետ թեկուզ էլեմենտար շփում ունենան ու հասկանան вообще ինչա կատարվում էլի հենց էլեմենտար թեկուզ ինչ որ մեկին ինչ որ գին ասելուց հա ես մտածում եմ որ օրինակ արտիստը երաժիշտը երգիչը երգչուհին պետք է իրանց մեջ որոշակի էգոիզմ ունենան որ իրանք լինեն մի քիչ անհատ երաժիշտ բայց վատն է որ տենց մտածողներ կան էլի, բայց իրանք երաժիշտ կամ երգիչ չդառած, իրանք արդեն այդ էգոիզմը ունեն ու մի անգամ երկու անգամ մի բան անելուց, որը որ TikTok-ում պոպուլյար է դառնում, իրանք սկսում են մտածել, որ թելադրողներից մեկը արդեն իրանք են։ Ախր այդ TikTok նայողներն ով են, որ ով են ուրիշ ձևով չէ, էլի։ Իրականում եւ լավը կա եւ վատը։ Չէ, լավը վատի մասին չի, ես վատը շատ ավելի շատ եմ, չէ, ես ինչքան առնչվել եմ, այնտեղ ավելի տենց միջև 20 տարեկան ինչ որ sense թինեյջերական վիճակ է, չգիտեմ, ավելի հասուն մարդիկ կա։ Հա, ես մետրոյում երբեմն տենում եմ, որ ինչ որ պապիկներ եւ տատիկներ տարիքով ավելի բարձր, հա TikTok ինչ որ քաղաքական իրար քֆուրներ են լսում, ինչ որ մարդիկ։ Ես լսարան ունեմ, ես լսարան ունեմ TikTok-ում, բավականին լավ լսարան է, այսինքն այտենց ամեն մեկը չի, քիչ է բայց նենց բանով մարդիկ են որ գիտեն որ իրոք լսում են իրենց գրած կոմենտի կետադրությունից առհասարակ լեզվի հայատար գրելուց երևում է ինչ գաղափարներ մարդիկ են օրինակ ես լսել եմ չգիտեմ հաստատ է դա թե չէ որ Չինաստանում TikTok-ին ուրիշ ձև աշխատում հա ամբողջ աշխարհում ուրիշ ձև աշխատում ինքը այսինքն Չինացի երեխեն կարա խոսքի օրինակ այնտեղ խփի ոնց հավաքել 3 վայրկյանում Ռուբիկ կուբիկ իրան ցույց տա կամ ոնց սարքել ռոբոտ 10 վայրկյանում իրան ցույց տա Չինաստանում օրենք կա որ նախ այնտեղ տարիքային սահմաններ կա օրինակ միջև այս տարիքի երեխեն չէ այնտեղ ծրագիրը ավտոմատ հսկում է օրինակի համար երեխեն գրանցված է հեռախոսը արդեն գիտի երեխեն քանի տարեկան է ենթադրենք 12 տարեկան է ինքը հնարավորություն ունի նայելու օրական 2 ժամ բայց իրան չի կարա գնան այս վիդեո որտեղ օրինակ քֆուր կա հայոյանք չգիտեմ ինչ որ երեխեքի համար հատուկ ստեղծված ավելի ապուշ բաներ կլինեն մենակ ես վերջում իմացա որ կան մանկական ինչի գիտեմ իմ ընկերներից մեկի բալիկը պուճուրի կա ու հեռախոսի վրա դրած է տարիքային շեմ որ հա որ չլինի ինչ որ վիդեոներ չգնան այդ երեխուն որ նայի ու երեխուն գնում են վիդեոներ մանկական դեմքերով մուլտիկներով սարքած բայց
այն մեր իմացած ուժասները դրա դեմ ոչինչ են։ Հա, Ու ամբողջ հոգեկան աշխարհը խառնվում է։ ճիշտ է, հեռախոս չտալ ընդհանրապես։ Ես համաձայն եմ, որ ճիշտ է հեռախոս չտալ երեխեքին։ Մեկ կա, թողես ինչ որ մի բան։ Բայց մինչև 3 տարեկան չարժի, որտեվ երեխան որ ծնվում է, ինչ գիտի հեռախոսն ինչ բան է։ Մինչև 3-ն էլ իր զարգացման։ Այսը խորանում ենք Հա, լրիվ մանկական հոգեբանության մեջ։ Այո։ դաստիարակական թեմաներ։ Բայց քանի որ մեր միջից մենակ դու ես բալիկներ մենակ դու կարաս։ Ես քիչ թե շատ կոփված եմ։ Գանք հասնենք մեր ոդքասթի վերջի մասին։ Ուզում եմ պատմես, թե հիմա ինչ գործերի վրա ես աշխատում, ինչ նորություններ սպասենք։ Okay, պատմեմ։ Դե Եթե պատմելու է, էլի կարող է բաներ կա գախնի։ չէ, գախնի ոչ մի Ես ինչ անհամբեր սպասում եմ։ Գախնի ոչ մի բան չկա, որովհետեւ դե ինչ էլ անես, պետք է մի օր լուսաբան ես դրա մասին, էլի։ Դե։ Իրականում այդ որ միջև այդ եկանք թեման, այսինքն այդ cover-ային կամ չգիտեմ նմանատիպ ինչ որ եւ այլների բան, այդ ընդհանրապես որ որոշել եմ ես իմ համար դեռ դադարացնեմ, որովհետեւ ոչ մի տիպի հետաքրքրություն ինքը ինձ մոտ չի առաջացնում։ Եթե ժամանակին առաջացնում էր, որովհետեւ ժամանակին չկար այդ 6-8-ը, հա, որը որ ես չեմ սիրում, ուղղակիորեն չեմ սիրում։ Ես երբևիցե ոչ լսել եմ ինչ որ տենց խորացված, հա, տենց ականջի ծերով դրսում ես ուզես չուզես ինչ որ բան։ Բայց երբ որ դա արդեն մտավ այդ ենթամշակույթը սկսեց խառնվել նրա հետ, որ ամեն օր ուր գնում ես, ասում են, բա չենք ապարելու, բան ինչ որ բան, չէ, այդ արդեն հանում ենք էլի արանքից, ես որոշեցի դա դադարացնեմ ու որոշեցի ես մի հատ քայլ անել իմ ոնց որ ասած չեմ ասում հեղինակային պրոյեկտ մի հատ իմ ընկերների հետ արդեն եւ իսկ արդեն առաջ քայլեր արել եմ Սուսիկի հետ մի հատ գործ արդեն իրար հետ ունենք իհարկե լրիվ դեռ ձայնագրված չի Սուսիկը ձայնագրվի որպեսզի լրիվ վերենք իրան տեսքի հասնենք բայց տեղերը սպասում են որ ինքը ձայնագրվի հա բայց իրականում արդեն հոլովակը վրան նկարված է իմ ընկերների հետ եմ արել իրականում տենց շատ էի մտածում ոնց անեմ ինչ անեմ բան ընկերներս ասացին արի տենց շատ չընդլայվենք տրիո կազմով այսինքն ես բաս գիտար եւ հարվածային գործիքներ բաս գիտարը իմ շատ չեմ ասում շատ վաղեմի բայց կարող եմ ասեմ վաղեմի ընկերներից է Սահակը Ղազարյան դրամերն էլ Արտուր Նամանուկյան ովքեր որ բավականին ասենց ասած ողջավորված աշխատում են այս ամեն ինչի վրա որը որ շատ իմ կողմից ամենայն դեպս շատ sense ողջունելի է ինչի որովհետև իրանք իմ հետ կիսում են իմ sense ասած բանը միտքը նպատակը գաղափարը իսկ իմ համար դա շատ մեծ տեղ է զբաղեցնում ինչևէ ամենայն դեպս այդ պրոյեկտով ես ուզում եմ արդեն քայլերս անել փորձել ինձ նաև այդտեղ հեղինակային գործեր բնականաբար գնամ բայց իրականում ես ավելի շատ կենտրոնացել եմ folk ethnic fusion ոճի վրա նույն երկերը որոնք որ ստեղծագործությունները մի քիչ երկեր այնպես կոպիտ են չէ՞ ստեղծագործությունները որոնք տարիներ ի վեր մարդիկ գիտեն նույնիսկ կարող է լինեն գործեր որոնք որ մարդիկ չեն իմանա որովհետև ոնց որ Սուսաննան ասեց հա այնպես այնքան գործեր կա որ դու ուղղակիորեն չես կարա մարդու ուղեղը չի կարա այդքան ազգային ասենց ոնց որ ասած անկալի թե ազգայինի մեջ եղած մարդիկ չգիտեն որ այդքան երկեր կան օրինակ հա իհարկե ու պրոպագանդենք ամենայն դեպս մերը փորձենք շատ ինչ որ տենց ոնց որ ասած շատ չշեղվենք հիմնական հա սկզբն աղբյուրից բայց ես կողմ եմ նաև նրան որպեսզի արանջմենթը ինքը տարբերվող լինի որովհետև դու չես կարող վերցնել սովորական դամի վրա անընդհատ ինչ որ բաներ նվագես ու երգես դառնում է արդեն սովորական ինչ որ մեծ աշուղական խումբ հա լուսանական աշուղական որը որ տարիների վեր անում են մարդիկ պահպանելով հենց ոնց որ ասած ակունքները էլի ոնց որ չեմ ուզում տես մի քիչ կոպիտ ընջի, բայց չփչացնելով, չախտոտելով այդ հիմնական մաքուր վիճակը։ Բայց քանի որ նաև կա sense մի հատ ուրիշ բան, որ երիտասարդին այսօրվա, հա, չես կարող նստացնես, ասես արի հեսա տես շվին նվագում ամ մեկն է դափախփում, տես տակից ինչ են երգում։ Բուկվալն երկու տակտ կլսի ու կգնա ինքը։ Այսինքն իրան
ինչ որ իրականում կարելի է մեղեդ ինչ փոխելով սիրուն հետաքրքիր գործ ստանալ։ Մեղեդ ինչ չես կարա փոխես, որովհետև այն ինչ որ գրված է ի սկզբանե, այսինքն Եթե AI-ով չի սարքվում, դա էլ շեշտում, որովհետև արտիստների մեծ մասը հիմա սարքում են AI-ով ու օրինակ ոնց որ նարեկացին վերցնես փոխես մեղեդին, չես կարա։ Երբեք չես կարա, էլի։ Դա կամ այսօր պաշտությունն է։ Դա պրոստը չի, էլի, կամ կոմիտասին է։ Ինչ որ sense մի բան, վերջում փորձել էին իդեպ կոմիտաս։ Ընկոն իրականում ծիծաղալու բան է։ Հա, մոտը շատ է գովված։ Ծիծաղալուն ողբալու է գնում, որովհետև մի անգամից այնքան կակավիկի մասին է խոսքը, այնքան տարածում ստացավ, միլիոններով դիտումներ։ Դրանից հետո դու իսկական կակավիկն ես երկում։ Նայում են ասում են, այնի ավելի սիրուն է։ Այդ իրականում խոսքը գիտես ինչի մասին է գրում։ Այդ գնում է մի հատ sense ասած լսարանի մասին, որ ինչ տաս կլսի։ Այդ լսարանի վրա հիմնվելով ինձ թվում է պետք չի ինչ-որ տենց բաներ անել, են որ ասում է վիվդը ոնց է հայերեն։ Տենց ռուսերեն բառեր մեկը օգտագործում ու հայերեները մոռանում են։ Եզրակացություն։ Այո, համենայն դեպս չի կարելի ինձ թվում է տենց եզրակացություն անել, որ այս ճիշտն է։ Հիմա մեծամասնությունը այս բաներ են սիրում, որ հա Դրա համար միշտ ասում եմ, որ ոչ մեկ ինձ երաշխիք չի տվել, որ մի քանի կյանք եմ ապրելու, ես մի կյանքում գոնե պետք է մի քիչ լավ բաներ լսեմ։ Դե բնականաբար, չէ, լավ բան միշտ է պետք լսել, որ օրինակ ես ասենք երաժշտական այդ բանը, կուլտուրան, հա, երաժշտական դաստիարակությունը, ես իմ պարապել եմ Անգլիայից եմ ունեցել աշակերտներ, Չինաստանից եմ ունեցել, ու իրանց մոտ գիտես, ոնց իրանք երաժիշտ չեն։ Ասենք իրանք նպատակ ունեն ընդունվելու ինչ-որ մի հեղինակավոր համալսարան կամ քոլեջ իրանց մոտ, որը որ շատ բավականին բարձր չարտերում է կանգնած, իրանց մոտ եթե դու կարողանում ես նվագես, դու տիրապետում ես ինչ-որ մի գործիքի, կապ չունի ինչ ես տիրապետում, քո բալերը ավտոմատ արդեն բարձր են։ Դու ուրիշներից որպես ավելի sense ասած էրուդիրованный մարդ, էլի տես ռուսերեն բառաս չեմ հիշում, դրանց հայերենները չեմ կարող ասեմ։ Ավելի բան ես էլի ոնց որ կոպիտ ասած մի քայլ ոնց որ իրանցից բարձր են ես ու դա պետքա ընդհանրապես երևի ռոպագանդել որպեսզի այս աճող սերնդին ժողովուրդը մի քիչ տանի ու երաժշտության հետ ծանոթացնի, այո, դա կլինի դասական երաժշտություն, դա կլինի մեր ազգայինը, դա կլինի աշուղականը, որովհետև դրա վրա դա ինքը նախարարին հերթին հիմա իհարկե երևի դուք էլ հանդիպած կլինեք այդ շատ է պատտվում, էլի շրջանառության մեջ է, որ նեյրոնները մարդու ուղեղի սկսում են ուրիշ ձև աշխատել, երբ որ դու երաժշտության մեջ ես, երբ որ դու երաժշտությունը պես զբաղվում եւ այլն։ Նայած որ դա ինձ թվում է շատ կարևոր է, էլի համենայն դեպս, որտեղ հիմա աչուձախ ոնց նայում ես, իրականում շատ հիվանդություններ, հա, որոնք որ հիմա ահավոր գլուխ են բարձրացրել, դրանցից մեկը աուտիզմն է, որ ոնց առաջի գծով գնում է, էլի։ Բայց դա էլ ունի իր պատճառը հետևանքային կապը, էլի։ Մի քիչ ժողովուրդը все-таки կտրվել է, էլի, իր հիմնական այն ամեն ինչից ինքը ինչ պետք է անի, ինքը ինչ որ օթերում է ուրիշ բան ուզում անի, բայց չի կարող այդ ուրիշ չի կարողանալու ուրիշ բան անի, էլի, որտեվ դա ռոպագանդայից է գալիս է դա, էլի։ Դե ռոպագանդան, ինձ թվում է դա ռոպագանդան իր հերթին, բայց դա շատ ներողություն եմ խնդրում, բայց դա ինֆորմացիայի պակասից է գալի։ Չեմ ուզում ուրիշ բառ ասեմ։ Ոչ մի։ Ինձ թվում է հասկացաք ինչի մասին է խոսքը։ Այդ շատ երեխեքի մասին է խոսքը, նաև երեխեքի մասին չի, այդ ես խոսում եմ հենց ավելի հասուն բանի մասին, թե ծնողների մասին, թե տատի պապին, հələ փառքաստու, որ մեր ոնց որ ասած հանրության մեջ կան մարդիկ, ովքեր որ սովետ են տեսել, ես էլ եմ տեսել, ճիշտ է, բայց քիչ։ Բայց այդ մարդիկ տեսել են սովետ ու տեսել են ինչ է դիսցիպլինա, ինչ է նշանակում կրթություն ընդհանրապես։ Սովետի լավ կողմերից։ Հա, սովետը ինքն էս չի որ լավ բան էր, ես բայց ուներ լավ կողմեր։ Դե լավ կողմերից մեկը դա դիսցիպլինան է, դիսցիպլինա։ Չկա հիմա։ Որտեղ միշտ ասում ենք որ սովետագետ մարդ ենք կանչելու հետը խոսենք։ Փնտրում ենք սովետագետի։ Միջև մեր ոդքասթը սկսել է հեռասով խոսում էի, եթե հնարավոր լիներ այդ մարդուն համոզեին գային մեր ոդքասթը։ Սովետ չգիտես ապրել եմ, նո 82 թիվ եմ ես, 8 տարի, հա, հա էլի 8 տարի, 6 տարի։ Դե սովետի վատ ժամանակներն էր ավելի շատ են, որ ինքը չենք կարող ասել։ Հա, բան չունեմ ասելու, բայց ինքը այմ ասացի իրականում բանը այդ չէր, թե այնտեղ ինչա կատարվում։ Իրականում այնա, որ այն ժամանակվա մնացած sense ասած բաները, հա, ոնց որ ստերեոտիպները, մինչև հիմա օրինակ իմ papa-մամայի մոտ իրանք կան։ Մեկ-մեկ որ բան առնում, իրանք որ խոսում ասում հիմիկա երեխեքին դու չես կարա նույն ձև վերաբերվես, ոնց որ այն ժամանակ դուք մեզ եք վերաբերվել կամ ձեզ են վերաբերվել։ Հիմա ուրիշ է, բայց
կան ինչ որ նորմաներ, որոնց որ պետք է հետևել։ Դրանցից մեկը իմ համար դա բանն է, դիսցիպլինան է։ Որովհետև դա շատ են, որ ասում է բան կա, չէ՞, որ ասում է ջուրը, որ անընդհատ նույն տեղը կաթում է, ժարնը կծակի կգնա։ Դա էլ է դիսցիպլինա, որ անընդհատ նույն հաճախականությամբ նույն կետի վրա կաթում է, էլի ինքը ու ջարդ կարա ջարդի։ Ծակելով իջնի ինչքան պետք է։ Դե ուղղակի մոտ հարց կա մարդ միջև երեխա ունենալը սովորաբար կանայք գրքեր են առնում որ կարդան տարբեր, չգիտեմ, շվեդական դասիրակություն, չինական դասիրակություն, չգիտեմ, տարբեր բաներ, ամենտեղ տարբեր բաներ է գրած, ամեն գրքի մեջ տարբեր դասիրակական շվեդական դասիրակություն, ես էլ չեմ կարող հասկանալ։ Ու դա ստացվում է, որ իրենք փորձում են ինչ-որ կանոններով իրենց երեխային դասիրակեն, դա ես չգիտեմ։ Սա Հայաստանն է։ Չէ, բաներ կա, հասկանալ, շվեդը ինքը ու հիմա շատ պրոպագանդվում է երեխային ազատ թողելը։ Չեմ մտածում, որ երեխային պիտի ճնշեն կամ չչնչանեն, բայց օրինակ մարդիկ կան, որ չգիտեմ, կտրականապես իրենց երեխեքին չեն ասում։ Ու հետո հասկանում ես, որ այդ երեխան մտնում է, ու այդ երեխան մտնում է ինչ-որ մեծ շրջապատ, որտեղ որ այդ իր ընտանիքը չի, ու իրան ինչ-որ մի բան չեն ասում, ինքը չգիտի ինչ անի։ Նույնն էլ երաժշտություն է, թե երեխան ծանոթ չի փոքր ժամանակվանից ինչ երաժշտական ժանրեր, ինչ որ արտիստներ եւ այլն կան, որ իրենց տունն են լսել, իրան տարել են ինչ որ թատրոնի ժամանակ այս երաժշտությունն է լսել, օպերա է գնացել կամ կարող է տեխնիկայինում է ինչ որ ներկայացում եղել, որտեղ որ երաժշտություն է եղել։ Այդ երեխան ինչ որ մի օր մտնելու է մեծ դաշտ ու չհասկանենք ինչ պիտի լսի, որովհետեւ ազդելու է իր վրա։ Ես մտածում եմ, որ օրինակ երբ որ ես էի փոքր, հիշում եմ, որ TV-ով ինչ կար, բոլոր երեխեքներն ոնց որ այդ էին լսում, ես էլ հիշում եմ, որ Ռաբիզի մեջի ինչ որ հստակ որոշակի մի 3-4 երգիչ ամենապոպուլյարն էին, ու եթե դու բարձր երաժշտություններ լսում ես, օրինակի համար Sting-էր, այդքան էլ լավ չէր, այդքան էլ պոպուլյար չէր, որ դու Sting-եր լսում, կարող է ինչ որ ծիծաղային քո վրա, բայց եթե լսում ես ինչ որ մեծ ռեստորանի այդ պայի ամենահայտնի, չգիտեմ, օջախում երգիչներից մեկին դառնում էր, որ չգիտեմ, դու տես շատ լավ, շատ ճաշակով, շատ sense ակուրատնի էլի են։ Շեցի որ կարծես Յասամանի ծառիտակ շաքյարով հատուկ երկիր կային, որ դնում էին հաղորդում կար։ Հա, կար։ Հա։ Որ ասում է դրեք Snoop Dogg-ի։ Չէ։ Բայց կարող է դու հիշես, որ հա, լավ։ Cover TV կար, կհիշես։ Հա, իհարկե։ Ու մենք սպասում ենք այնտեղ, այ ոչ գիտեմ։ Ես գիտեմ, որ այդ թվերին գնում էի Հորքրենցս տուն գալիս է, ես հիշում եմ, որ կար մի հատ առևտրի կենտրոն, որը մինչև հիմա էլ կոչվում է Ունիվերմագ, դրա ամենավերևի հարկում էր նկարը հանվում։ Անցած տարի էլ որ մենք այնտեղ բանի էինք մասնակցում, ինչ որ ժողովարդպետների, չգիտեմ ինչ միջոցառում էր մեր բենդներ մասնակցում, ես հիշում եմ, որ եկել նկարահանում էին։ Չէ, այդ ինչի համար հիշեցի, որովհետև Ռաբիզ երգերի մեծ մասը ես Cover TV-ից եմ իմացել։ Չէ, ես չէ։ Բայց դու տենց ասում ես Cover TV, հիմա չեմ հիշում, որ TV-ն, այն շուտ TV կա, որ երբ միացնում ես դե այդտենց երաժշտություն է գնում։ Որ ժամին միացնում ես։ Կամ ասած մենք տանը TV չենք միացնում։ Որ ժամին այդ ալիքի կողտով ասում ես, մեկը պարտադիր էս կամ թազա ոճերի էս Ռաբիզան հասկանալի բաներից են դերի ունենում։ Ոչ չես հասկանում ինչ է կատարվում։ Ավտոն բան ինչ որ sense բան է, իր հետևի այդ բեքգրաունդը ավտոներ են, տներ են, չորսես վիճակով իրանք երկում են նույն բանը։ Մենք ֆուտբոլ եմ նայում, գարաժում կանգնած ավտոների դիմաց։ Բայց խոսացել ենք, արի մի հատ սրան էլ անդրադառնանք, որ 6-8-ը ինքը իրանով ոչ թե Ռաբիզի տակտն է, ուղղակի Ռաբիզը հարմար է 6-8-ի տակ։ 6-8 կարա շատ հայտնի հա, չասենք էլի 6-8 ինքը բոլորը տենց ավտոմատ ինչը 6-8 անգրի Ռաբիզի տակ։ Չէ, ինքը շատ տարածված երաժշտական ռիթմ է։ Բախից սկսած Յոհան Սեբաստիան։ Բայց ինչի համար են օրինակ Ռաբիզ երգիչները, բացի նրանից որ պարային է, հարմար է երգելը 6-8։ Այսինքն դրա տակ 18-ն էլ է, չէ, հարմար։ 18-ը նայած ինչի համար։ 18-ը շատ բարդ ռիթմ է։ Պարալիչ կստա։ 5/4 չափը բավականին բարդ չափ է։ Ու 18-ը այ ես մտածում եմ դա չէ, չէ, նման չի։ Հա, չէ, նման չէ, հեշտ։ Չէ, շատ բարդ է դաժե։ Իրան, գիտես ոնց է, իրանք մի քիչ տարածաշրջանային բաներ են, էլի ռիթմեր են։ Օրինակ 9/8-ը շատ տարածված է Հունաստանում, հունական Պոնտոս բան այդ կոմպոզը 9/8-ի վրա է։ Բաների մենք հայկական այդ համշինական երաժշտության մեջ 18 օրինակ կա։ Դիարբեկիր Ուրֆա, Խարբերտ, 18 նանային էլ էր էլի 18։ Հա, Ուրֆայի Դիարբեկիրի։ Հայկական լիքը երգեր կան, որոնք որ 5/8-ի մեջ են։ Հա։ Օրինակ մենք ունենք նույնիսկ տենց չգիտեմ գիտեք թե չէ Բաբաջանյանի Հարությունյանի հետ մի հատ ստեղծագործություն է երկու դաշնամուրի համար հայկական ռապսոդիա է։ Տենց է շատ սիրուն ստեղծագործություն է, ինքը շատ սիրուն, երկու դաշնամուրի համար է գրած, ինքը 5-8 չափի մեջ է, էլի, երկրորդ մասը։ Առաջին մասը չէ։
այդ բան, այսինքն ինքը ռիթմիկան նայած դու ինչ ես ուզում դրանով ասես, էլի, դա շատ մեծ կարևոր։ Հա, այդ կոպալով բանով որ սկսում են խփել բաները, սա ռիթմիկաները այդ դրանք հենց այնպես բան չի, տարածաշրջանային իրանք ոնց որ ամեն մեկը մի բան բերում է։ Մի հատ ամբողջ աշխարհում է տարածված տարբեր չափեր ամեն երկիր։ Հայաստանում էլ ոնց բարբարները տենց չափերը ամեն տարածքի։ Չէ, որովհետեւ վերջը շատ եմ տերում ինչ որ մարդիկ փորձում են խոսան այդ թեմայից, ռաբիզի տեղը 6-8 են ասում, հավանաբար երևի չեն ուզում ռաբիզ։ Որովհետեւ ռաբիզի մեջ միշտ 6-8 է գնում։ Հա։ Ասում են 6-8, ու նենց է դարել, որ ով ուզում է վատ բան ասի 6-8 ասում հասնում է։ Ներվում է, չէ՞։ Չէ, 6-8-ը ինքը բենդում ունեն կոմիտասյան երկեր, որ 6-8-ն հենց ասում են 6-8 ներվում։ Տարբեր էտիոպիա։ Իրանք ինքը շատ տարածված ռիթմ է։ Ինքը զուտ երաժշտական ռիթմ է։ Ռիթմի տեսակ է։ Հա, մի օր էլ երևի podcast կանենք հենց դրա մասին։ Ես թվում է դա հետաքրքիր կլինի էլի։ Դրա մասին։ Դե հա, ընդհանրապես այդ ուղղակի ոնց որ ժողովրդի մեջ տենց խոսք է դառնում, ոնց դու ասացիր 6-8 են նվագում։ Հա, 6-8-ը 6-8 է։ Դա չեն ասում ռաբիզ, ասում են 6-8, որտեղ հիմա այդ 6-8-ը այս թվում լիքը մարդ չգիտել խի ասում 6-8 ուղղակի։ Դե ինչ ասես կատարվում է դրա տակ, դրա այդ է պատճառը։ Հա, չէ, ինձ թվում ուղղակի ինչ որ մարդիկ կան չգիտեն էլ երևի, որ այդ տակտերը ինչ որ թվերով է։ Դե մի տակտի մեջ 6-8-ական է, էս է։ 1 2 3 4 5 6 այդ է։ Մի տակտի մեջ 6-8-ը։ Բայց դա մի հատ դրամեր կար, անունը չեմ հիշում հիմա, իր Instagram-ի էջում ուներ էլի այդ տակտերը պահելու համար ոնց անում, ես ուզում եի իր հետ անեի, մեկ էլ զգում եմ որ ինչ որ պայս տակտից ընկնում եմ էլի, չեմ կարող իր հետ պահեմ։ Մերսի շատ։ Շատ հետաքրքիր եղավ։ Էդգարներ Խաչատրյան, շնորհակալ ենք որ մեզ հետ էիր այսօր։ Սպասեք մեր նորություններին, ունենք YouTube-յան էջ արդեն կարող ենք ասել։ YouTube-յան էջ դեռ չունենք, բայց շուտով կունենանք YouTube-յան էջը, Instagram-յան էջը կունենանք։ Հա, դա մենք կկիսվենք այդ ամենը։ Քանի որ դեռ լինքը որ ասում է դեռ մոնտաժային փուլում է, տեղ է էլի։ Դե մի երկու շաբաթ հետո կլինի։ Ճիշտ է, ես ունեմ ձայնագրման երկեր։ Ձայնագրվի պրծի հետո որ արդեն իրան։ Ամեն դեպքում հետո երբ որ արդեն լինի, մենք կտեղադրենք թեկուզ է Շարակնոցի YouTube-ի եւ կոմենտում։ Այո։ Ամեն դեպքում Instagram-ով կտարածենք։ Այո։ Հենց որ այսքան է։ Ստեսություն։